Մարդուկին իրենց էշի վրա նստած գնում են, այս մարդկանց նախիրը տեսնում է, սկսում է քննադատել։ Դու անխիղճ մարդիկ, բա դուք խիղճ ունեք։ Այդ խիղճ կենթանում բարձել եք երկուսով, գոնե մեկը նստեր վրեն։ Հաջորդ օրը կինը էշի վրա, մարդն էլ կողքից քայլելով գնում են, այս նույն նախիրը տեսնում է, էլի քննադատում է։ Այ քեզ կնիկ, հեչ չի մտածում հոգնած տանջված ամուսնու մասին, թողնեիր մարդդ նստեր։ Մյուս անգամ տենց էլ անում են, ամուսինը էշի վրա, կինն էլ կողքից գնում են, այս նախիրը թե բա դու տղամարդ ես, կինդ քայլում է, դու նստել ես։ Այս ամուսիններն արդեն զզված քննադատություններից որոշում են, որ էլ ոչ ոք էշի վրա չի նստելու։ Տենց երեքով իրար կողքի քայլելով գնում են, այս նախիրը էլի տեսնում է, սկսում է քննադատել։ Այ դեբիլներ, բա այդ էշել որ օրվա համար է։ Հենա նստեք վրեն թո տանի էլի։ Մեկ ընդմիշտ մցրու գանգիտ մեջ ու չմոռանաս։ Ինչ էլ անես կյանքում նախիրը քննադատելու է։ Ինչու, որովհետև նա էլ չգիտի ինչ է ուզում։ Այն միայն սպասում է նախրջու ճիպոտին եւ հրահանգներին։ Էնպես որ միշտ արա այն, ինչ սիրում ես, այդպես գոնե կապրես քո ուզած կյանքով։ Հիշիր, շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը։